Եղբայր 8 տարի է գործադիր իշխանության ղեկավարն ես, 8 տարի է քաղաքական մեծամասնություն ես պարլամենտում։ Գնա թող անենք։ Կանգնում են ասում են ես վարչապետի տեխնացու եմ։ Եղբայր ասենք դու սկի падգամավորի տեխնացու չես, վարչապետի տեխնացու ոնց ուզում լինես։ 21 թվականին, երբ որ մենք չենք անցել խորհրդարան, մենք տուն չենք գնացել, մենք շարունակել ենք զբաղվել քաղաքականությամբ։ Չի եղել ընդհանուր համաձայնություն, եւ մենք ասել ենք, որ եթե չստացվի մեկ բևեռով ընտրություններին մասնակցել, մենք մասնակցելու ենք։ Բայց մենք գտնում ենք, որ հայկական պետականության բովանդակությունը վտանգված է։ Մենք մտնում ենք process-ի մեջ, որպեսզի պաշտպանենք մեր ինքնությունը, մեր պետական ինքնությունը, մեր ազգային ինքնությունը, ապուշությունը մտնել այդ վարչապետական գզվրտոցի մեջ։ Հանրապետության նախագահի ինստիտուտը պետք է զբաղեցնի բարձր հեղինակությամբ վերքաղաքական մարդ։ Դա կարող է լինել օրինակ մի գիտնական, մի մտավորական մարդ, եւ տալ պարագայում կարող լինել նաեւ այո հոգեվոր դասի մեր լավագույն ներկայացներից մեկը։ Բարև ձեզ։ Այսօր մեր հյուրը Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն է։ Պարոն Մարուքյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Պարոն Մարուքյան, ինչու որոշեցիք ի վերջո մասնակցել ընտրություններին։ Որովհետեւ ասելիք ունենք, եւ մեր ասելիքը ոչ մի ուժ չի ասում, եւ գտնում ենք, որ պարլամենտում պետք է իրական անխոցելի քաղաքական միավոր լինի։ Չեմ ուզում ասել ընդդիմություն, որովհետեւ չգիտենք այդ միավորը, մեր միավորը ինչ ֆորմատով կգործի, բայց որ խորհրդանում լինի, դա կլինի անխոցելի։ Ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ, որ հնարավոր չի որևէ անցյալի, ներկայի, ապագայի եւ չգիտեմ որ թվականի որևէ մեղադրանք առաջադրել մեր քաղաքական միավորին կամ այն մարդկանց, ովքեր ներգրաված են մեր ուժով ընտրություններին մասնակցելու իմաստով։ Հետևաբար մենք գտնում ենք, որ մենք բավականին լավ շանսեր ունենք, մրցակցային առավելություններ ունենք մյուս բոլոր ուժերի նկատմամբ, եւ ամենայն հարգանքով, եւ միևնույն ժամանակ նաեւ մեր մասնակցությունը լեգիտիմ է, այն իմաստով, որ մենք ընտրությունից ընտրություն չենք որոշում քաղաքականությամբ զբաղվել։ Մենք քաղաքականության մեջ կանք 15 թվականից որպես քաղաքական ուժ եւ 21 թվականին, երբ որ մենք չենք անցել խորհրդարան, մենք տուն չենք գնացել, մենք շարունակել ենք զբաղվել քաղաքականությամբ։ Եթե դուք վերցնեք 21 թվականին 27 ուժերի վերնագրերը, անվանումները, հա, որոնք մասնակցել են խորհրդարանական ընտրություններին, դրանցից մի քանիսն են, որ 5 տարվա ընթացքում քաղաքական որևէ միտք, խոսք, որևէ նախաձեռնություն, որևէ բան արել են։ Հետևաբար սնկի պես ընտրությունից առաջ դուրս եկող եւ հետո մեռնող ուժերի հետ մենք բացարձակապես մեզ չենք կարող համեմատել։ Եվ մյուս կարևոր հանգամանքը, որ մենք իսկական քաղաքական ուժ ենք, այսինքն մենք չենք գնել մեր թղթերը, հետո մեր անունը փոխել, մենք չենք, չգիտեմ, ինչ ճանապարհներով ստեղծվել, հա մենք բնական process-ներով ստեղծված քաղաքական ուժ ենք, ունեցել ենք հաջողություններ, ունեցել ենք անհաջողություններ, բայց մենք բնական քաղաքական միավոր ենք, որը եվրոպական հարթակներում նաև ALDE համաեվրոպական ուժի անդամ է, բազմաթիվ ցանցերի մեջ ներգրաված իր ուրույն խոսքը դերը ասում է ունի, ուզում եմ ասեմ ոչ մի նկատառում չկա, որը մեզ պետքա հետ պահեր, որ այ մենք չպետք է մասնակցենք, օրինակ կամ պետքա ոչ մի բան չանենք, որևէ նկատառում դրա կողմ չկա։ Հետևաբար շատ բնական էր, այսինքն հարց ենք բարձրացրել, որ պետքա լինի մեկ ցուցակով ընտրությունների մասնակցություն, մեկ բևեռ, հրապարակային առաջարկ է եղել, արձագանքները հրապարակային են եղել, չի եղել ընդհանուր համաձայնություն, եւ մենք ասել ենք, որ եթե չստացվի մեկ բևեռով ընտրություններին մասնակցել, մենք մասնակցելու ենք, բայց այն բոլոր ուժերը, որոնք որ ակնկալում են ընտրությունների ընթացքում չեզոքություն, որևէ ձևով, չգիտեմ, ոնց են ասում, չպետք է ընդդիմությանը քննադատի բան, sense բաներ, չի կարող դա պահպանվել, ինչու որովհետև բոլոր ուժերը ընտրություններին մասնակցելուց նրանք մրցակից ուժեր են, եւ մրցակից ուժերը պետք է մրցակցության մեջ լինեն, իսկ մրցակցության մեջ հնարավոր չի չունենալ որևէ հակադրություն։ Դա հնարավոր է անել միայն մի դեպքում, երբ որ բոլորը մեկ ցուցակում են ընդգրկված։ Իսկ որն է լինելու ձեր առաջարկը, ինչ եք առաջարկելու ընտրողներին։
Մենք ընտրողներին առաջարկը արել ենք, առաջարկը ոչ տրադիցիոն է, այսինքն մենք տրադիցիոն ծրագիր չենք ներկայացնելու, ունենք ծրագրեր, չէ, բայց տրադիցիոն ծրագիր, ինչ որ սոցիալ-տնտեսական բլոկը, բան կրթությունը ձեր անվճար կլինի, նման բաներ մենք չենք ներկայացնելու, ինչը որովհետև մենք գտնում ենք, որ հայկական պետականության բովանդակությունը վտանգված է, եւ երբ որ մենք այդ վտանգներից խոսել ենք վերջին 5 տարիների ընթացքում եւ փորձել ենք քայլեր անել պաշտպանելու, դրանից հետո դուրս գալ մարդուն ասել թոշակը 600 դրամով ավելացնելու եմ, դա անդուրջ է, կամ գնալ ասել բանը ակադեմիական քաղաքը մի քիչ կբրտենք այս կողմ, ոնց որ այստեղ արևը լավ չի ընկնում, հա, դա անդուրջ խոսակցություն է։ Ես տեսնում եմ, որ քաղաքական միավորներ կան, որ էգզիստենցիալ բաներ են արել, խոսույթ են բերել քաղաքական դաշտ, բայց այսօր այդ ուժերը օրինակ չգիտեմ, զբաղված են նմանատիպ ծրագրեր ներկայացնելով։ Մենք այդ ծրագրերը չենք ներկայացնելու, դրանք անիմաստ ենք համարում, որովհետև այս ընտրությունները սովորական ընտրություններ չենք համարում, եւ մեր համար ոչ թե հարցն այն է, որ պետքա պետական բուհերում կրթությունը անվճար լինի, շատ լավ, հա պետքա լինի, բայց արդյոք լինելու են պետական բուհեր, ինչ պետությունն է լինելու այդ պետությունը, որի պետական բուհերը լինելու են, արդյոք դա Հայաստանի Հանրապետությունն է, թե ինչ որ ձևախեղված ինչ որ բան է լինելու, եւ մենք մտնում ենք process-ի մեջ, որպեսզի պաշտպանենք մեր ինքնությունը, մեր պետական ինքնությունը, մեր ազգային ինքնությունը եւ քաղաքական համակարգի այն մասում, որտեղ կանգ առել այդ process-ը, որ պետք է փորձարվել առողջացնել 18 թվականի, այդ ռեֆորմները նաեւ առաջ տանելու հստակ կամքով։ Դե բոլորը գիտեն, որ բոլոր ռեֆորմների վերաբերյալ մենք մեր առաջարկներով հանդես ենք եկել, բայց չենք ունեցել բավարար ներուժ, որ դա առաջ մղենք կամ եկող այլ վատ ռեֆորմների դեմն առնենք։ Ես մի օրինակ ասեմ, գույքարկը այնքան է թանկացել, որ մարդիկ տները վաճառում եւ տեղափոխվում են տարբեր վայրեր։ Մի անգամ Փաշինյանն ասեց, ասում է, կենտրոնում չեք կարողանում ապրել, վաճառի գնա մասիվ ապրի։ Բան այդ մեր ժողովրդի էթնիկ զտումը մի տեսք ունի, որ մարդկանց գույքարկի հիմքով էթնիկ զտման են ենթարկում։ Երբ որ խորհրդանում այս նախագիծը ներկայացվել էր, միակ ուժը, որ դեմ քվեարկեց եւ կռիվ էր տալիս դրա դեմ, Լուսավոր Հայաստանն էր։ Մյուս ընդդիմադիր բաները բոյկոտում էին, չկային բան։ Հիմա բոլորը դուրս են եկել, որ ասում են, վայ, բա գույքարկը թանկացել է, ժողովուրդ ջան, դա բանը 20 թվականին էր, այդ ժամանակ է, որ ասում եք թողեք աշխատեն, ձեն մի հանեք, չգիտեմ ինչ բան, այդ ժամանակ էր։ Եթե չեմ սխալվում, դուք առաջարկում եք, որ եթե բնականը վաճառելու լինեն, այդ դեպքում արդեն գնորդը բարձր գույքարկ։ Դա միջազգային փորձն է։ Այսինքն տեսեք, ես պապս օրինակ եմ բերում, էլի, ինչ որ բարձրաստիճան գիտնական է եղել եւ սովետ միության ժամանակ բնականաբար գիտենք, չէ՞, կենտրոնում ինչ որ տուն էին ստանում բան, հիմա ժառանգել ենք, հերթով եկել է հասել է ինձ։ Հիմա ես օրինակ չունեմ այդ հնարավորությունը նման գույքարկ վճարել, բայց ուզում եմ իմ պապի տանը ապրեմ։ Ես ուզում եմ իմ պապի տանը ապրեմ։ Ինչ ասում Նիկոլը Փաշինյանը, ասում է ծախի գնա մասիվ։ Չէ, մասիվը չէ, ծախի գնա բան։ Չգիտեմ, Ալավերդի գնա ապրի, չեմ գնա ես իմ ուր։ Որևէ մասիվ կամ Ալավերդի որևէ քաղաք չի թերագնահատվում։ Մարդ ուզում է իր պապի տանը ապրել, նույն հաջողությամբ։ Ալավերդի կենտրոնում ապրողի տունն էլ գույքարակը բարձրացել, նրան ասում են ծախի գնա Ճոճկան գյուղ։ Օրինակ եմ ասում։ Մենք առաջարկում ենք, որ երբ որ մարդը կվաճառի իր պապի տունը, պայմանական, այդ ժամանակ նոր գնորդը, այո, կենտրոնում տունա ձեռք բերել, թանկացել է անշարժ գույքը, թող թանկացված գույքարկը վճարի։ Այսինքն մեր զիջումը, որ մենք պատրաստ էինք գնալ զիջման կողմ քվեարկել, դա էր, ելելի առաջարկներ կային, դա մեկն է։ Բայց պրոգրեսիվ որ ամեն տարի աճեց բան։ Եվ չէ, բացարձակապես դուք տեսնեք ինչ ելույթներ ունեն։ Ես ուղղակի մի օրինակ եմ բերում, էլի։ Նույնը մի օրինակ էլ ասեմ ու սանով բան ենք։ 19 թվականին ներկայացնում ենք վեթինգի կոնցեպտը, որ դատական համակարգը ինչպես պետք է վեթինգի ենթարկվի։ Օրեր առաջ Փաշինյանը խոսում է, ասում է դատական համակարգում մաֆիայի հետ գործ ունենք։ Եղբայր 8 տարիա գործադիր իշխանության ղեկավարն ես, 8 տարիա քաղաքական մեծամասնություն ես պարլամենտում։ 8 տարի անց խոսալ, որ դատական համակարգը մաֆիա է, եւ դու չես կարողանում դրա դեմ բան անել, գնա թող անենք, ասենք մենք ինչ առաջարկենք չարիք, խանգարիք, փչացրիք, բան դեմն առակ ամեն ձևի, եւ այն մարդը որ ջատագովներ, գլխավոր պայքարողներ այդ process-ների պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյան, ուր է ինքը հիմա Սահմանադրական դատանի անդամ են ընտրել։
Հասկանում եք, այսինքն այս ֆոնի վրա մենք ոչ որ ասում ենք հայկական պետականության բովանդակությունը պաշտպանելու համար ենք մտնում, բայց դրան գումարած եղբայր բոլոր ուղղություններով մենք ունեցել ենք ռեֆորմի մեր օրակարգերը, որոնք որ չեն արվել, նայեք ինչա ոնց է եղել, հենց հեղափոխություն որ եղել, ինչ որ բան է, չէ՞, առաջարկում ասում են, հա դա լավ է, ծեվի անգորը գաղափար չունեն, զրո է իրանց մոտ։ Լավ բան է ասում, բայց մենք դա վերցնենք, այս sense փոխենք, sense տանենք այս կողմ, այս sense անենք։ Հա եղբայր միջազգային ամբողջ փորձը ուսումնասիրած բան ենք բերել, ծամել ենք, դրել ենք բերաններ, մնում է կուլտակ։ Այդ կուլտալի բանը այլի ինչ որ բան ուզում եք չանեք, ուրիշ ձև անեք, եւ ամեն ինչ այդ ձևով ձևախեղվել է։ Եվ ասած էս ամփոփելով ուզում եմ ասել, որ մենք նաեւ այդ ռեֆորմների օրակարգերը ունենք, որտեղ ժողովուրդը դուրս է եկել փողոց, դուրս եկել միայն Սերժ Սարգսյանին մերժելու համար կամ այդ համակարգը, ժողովուրդն ուզեցել է արդարություն, որ արդարություն լինի։ Այդ արդարության փնտրտուքը մինչև հիմա չի դադարել։ Մարդիկ դատարանների դռներին դեգերում են տարիներով, վճիռ չեն ստանում։ Մարդիկ ստացած վճիռներով են դեգերում ԴՀԿ-ների դռներին, վճիռները չեն կատարվում։ Այսինքն արդարադատության ոլորտը խայտարակ վիճակում է։ Մաֆիայից խոսած 8 տարի անց։ Շատ լավ, պարոն Մարուքյան, ձեր հիմնական խոսույթը, հիմնական գաղափարը, առաջարկը ընտրություններին մասնակցելու Հայաստանը հայկական բովանդակությամբ պետություն պահելն է, բայց արդյոք այս խոսույթը կկարողանա մոբիլիզացնել մեծ քանակությամբ ընտրողների, որովհետև չգիտեմ լավ է թե վատ, բայց մարդկանց հիմնականում սոցիալական հարցերն են հետաքրքրում։ Հիմա ինչքան էլ դուք քննադատում եք մյուս ուժերին, ովքեր առաջարկում են բարձր թոշակներ, նոր աշխատատեղեր, մարդիկ առաջնահերթ դրա կարիքն ունեն։ Բացատրեմ, մյուս բոլոր ուժերը, քանի որ իրենք փորձում են Փաշինյանի ընտրողների վրա աշխատել, իրենք այդ հարցերն են բարձրացնում։ Բոլոր նրանք, ովքեր վտանգ չեն զգում հայկական պետականության կորստի եւ այդ բովանդակության վերացման, այդ հատվածը ընտրում է Փաշինյանին։ Հիմա, երբ որ դու այդ հատվածը նայում ես, որ ընտրում է Փաշինյանին տարբեր նկատառումներով, մեկը ինչ որ իբր իր համար արտաքին քաղաքական օրակարգ գտել, այն մյուսն ասում է բորջուրները լավն են հիմա, այն մյուսն ասում է ասֆալտն են լավ արել, այն մյուսն ասում է բանը մանկապարտեզ են կառուցել, այն մյուսն ասում է 10 դպրոց փակե մեկն են կառուցել այդ ինձ համար, ես կարծում եմ դա լավ է, ես ասում եմ դա լավ չի։ Եվ այս խոսույթով ընտրում են օրինակ իշխող ուժին, չէ՞։ Հիմա մյուս ուժերը փորձում են այդ ընտրողին բերեն իրենց կողմ։ Մենք չենք փորձում այդ ընտրողին բերենք այս կողմ։ Մեր ընտրողը այն ընտրողն է, որը ինքը զգում է, որ հայկական պետականությունը վտանգված է։ Մենք չենք խոսում Փաշինյանի ընտրողների հետ։ Սա ընտրական տեխնոլոգիա է։ Այսինքն, տեսեք, ամեն բան քաղաքական ուժ իր պատուհանը, չէ։ Հիմա իմ պատուհանը իմ ընտրողների հետ զրույցն է։ Ինձ չի հետաքրքրում այդ Փաշինյանի կողմնորոշված ընտրողը ինչ է մտածում մեր մասին, ինչու որովհետև ինքը մեր ընտրողը չի։ Աննար է իրան բերես դու ես կողմ, ինքը մտահոգություն չունի։ Ինքը օքեյ է, իրան խոսում ես, ասում է, հա թող թուրքերը գան, ինչ ա եղել, երկու բառ խոսում ես, ասում է, բայց ցեղասպանության ժամանակ մենք ենք չէ մեղավոր որ մեզ կոտորեցին, այսինքն այդ մարդուն, այդ ընտրողին ո՞նց ուզում բերես քու կողմ, էլի, ո՞նց կարաս բերես։ Թող իրան տեղը մնա, եթե այդպես է, կարա ինչ որ բայ հաստատվի, կարա հետո միտքը փոխի, բայց դու ունես կարճ ընտրական քարոզչական ժամանակաշրջան եւ դու այդ պատուհանից պետք է խոսաս այն ընտրողի հետ, որի համար դու product ունես։ Մեր product-ն ինչ է, մենք ինչ ենք ասում, մենք ասում ենք Ժորժ ջան, ապուշությունը մտնել այդ վարչապետական գզվրտոցի մեջ։ Պետք է ասեք հիմա փոքր ուժեր կան, չէ, որ մեզանից էլ հետ են ռեյտինգով։ Կանգնում են ասում են ես վարչապետի տեխնացու եմ։ Այ եղբայր ասենք դուսկի падգամավորի տեխնացու չես, վարչապետի տեխնացու ո՞նց է ուզում լինես։ Հիմա մենք հստակ մարդկանց ասում ենք Ժորժ ջան, մենք ձեզ չենք խաբելու։ Մենք չունենք այնքան ձայն, որ ձևավորենք կառավարող թիմ եւ նշանակենք վարչապետ։ Մենք կարող ենք ունենալ լավ падգամավորական ֆրակցիա։ Այդ նկրտումներով, այդ հաշվարկով ներկայացրել ենք լավ падգամավորների ցուցակ, ովքեր կարող են լինել լավ падգամավոր, պաշտպանել հայկական պետականությունը, ռեֆորմներ իրականացնել, փոխել ձեր կյանքը դեպի լավը, անարդարության դեմ կռիվ տալ եւ փորձել հակակշռել եւ փոխզսպել, ով էլ որ լինի իշխանություն, եւ եթե անգամ մենք որևէ իշխանության մեջ լինենք, որովհետեւ մեկ իշխանության մեջ էլ ինչ որ մարդիկ են լինում, որոնք ներսում են հակակշռում փոխզսպում, կապ չունի։ Այսինքն լավ ինչ որ մեկի թեզերով նախկինները հեսա գալիս են իշխանության, չէ։ Եթե այդպես է, մենք պետք է այդտեղ լինենք, որ հակակշռենք։ Եթե ինչ որ մեկի թեզերով Նիկոլը հաղթելու է, այտենց նիհիլիզմ կա, չէ՞, Նիկոլը հաղթելու է, մեկա ինքնակրում բան։ Դե Սերժի ժամանակ է կար այդ բանը, Սերժը մեկա կրելու է, Նիկոլը մեկա կրելու է։
Այդ պարագայում էլ մենք կարող ենք լինել հակակշռող եւ փողոցպող։ Եթե թեզ կա, որ բազմաթիվ ուժեր կարող են ձեռնել կառավարություն, մենք այդտեղ լինելու ենք մերանը։ Եվ մենք մեր ներդրումը ունենալու ենք։ Իսկ մենք չենք կարող մարդկանց ասենք բան անենք, սուտ բաներ պատմենք, որ ես չգիտեմ, վարչապետի տեխնացու եմ, այն մյուսը ես կոսմոնավտ եմ դառնալու, բան տենց գնացեք արեք։ Ձեր ցուցակի մասին խոսեցիք մենք, այստեղ հին անունները չտեսանք, ովքեր ավանդաբար առաջին հնգյակում համենայն դեպս, օրինակ չկար Դավիթ Խաչակյանը, ինչով է պայմանավորված, կամ Անի Սամսոնյանը ավելի վաղ դուրս եկավ կուսակցությունից, ինչով է որ դուրս եկել չկա, Դավիթ Խաչակյանը կա կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեր ներկայացուցիչներ լինելու, ապագա Երևանի ընտրություններն էլ դեռ ժամանակ կա, նա բնականաբար իր դերը կունենա։ Մենք նայեք, քանի որ մենք դաշինք չենք արել որևէ ուժի հետ, մենք փորձել ենք ցուցակի ներսում ուժեղանալ եւ նոր մարդիկ ներգրավել ցուցակի ներսում։ Դե վերջին հաշվով խոշորանալու երկու ճանապարհ կա։ Մեկը դաշինքներով, մյուսը քո ունեցած համամասնական ցուցակով։ Մենք փորձել ենք ներկայացնել այնպիսի թիմ, որը որ անխոցելի է բոլոր իմաստներով, պոտենցիալ ունի լինելու լավ падգամավոր եւ պոտենցիալ ունի նաեւ ռեֆորմներում իր ներդրումը ունենալու յուրաքանչյուր իր աշխատանքային փորձի բերումով։ Դրա համար շատ հստակ բարձ մարդկանց ասում ենք, Ժորժ ջան, A. Սա падգամավորների ընտրությունները է, B. Ձեր ձևավորած падգամավորների խումբն է լինելու ապագա 5 տարվա որոշողները։ Որոշեք ինչ ձևի падգամավորներ եք ուզում ունենալ։ Ըստ այդմ էլ ձեր կյանքը ձևավորվելու է։ Ինչ որակի պարլամենտ կձևավորեք, այդ որակի կյանքեր ունենալու եք։ Շատ լավ, վարչապետի տեխնացու չունեք, բայց ունեք նախագահի տեխնացու Միքայել Սրբազանը, ինչու նման որոշում կայացվեց։ Նախ ուզում եմ ասել, որ գաղափարը ավելի վաղ կար, երբ որ մենք առաջարկում էինք ընդդիմադիր մեկ ցուցակ։ Մենք առաջարկում էինք, որ լինի ընդդիմադիր մեկ ցուցակ Միքայել Աջապայանի, Սրբազանի գլխավորությամբ եւ այդ բանակցությունները արդյունք չտվեցին, որովհետեւ բոլոր քաղաքական միավորները կոնսենսուս ունեն, որ իշխանությունը պետքա փոխվի, բայց կոնսենսուս չունեն, թե ով պետքա նրա փոխարեն գալ եւ հետեւաբար այդ կոնսենսուսը չի կայանում, յուրաքանչյուրն իր ամբիցիան է առաջ մղում։ Մենք փորձել ենք վերքաղաքական մարդ ներկայացնել, այսինքն երբ որ դու քաղաքական մարդ ես ներկայացնում, բոլոր քաղաքական մարդիկ ինչ-որ հարցեր ունեն այդ քաղաքական մարդուն։ Երբ որ դու վերքաղաքական մարդ ես ներկայացնում, ավելի հեղինակավոր, քան քաղաքական բոլոր ներկապնակի դերակատարներն են։ Դու կարող ես փոխել խաղը։ Եվ այս պարագայում մեր առաջարկությունը ունի հստակ սահմանադրաիրավական հենք։ Նայեք, Հայաստանի Հանրապետության նախագահի Այզնոլ ինստիտուտը այն հեղինակության վրա կառուցվող համակարգ է, որը գործում է տարբեր երկրներում։ Օրինակ գերմանական փորձից կարող եմ օրինակներ բերել, այլ եվրոպական երկրներ, մեզ միայն եվրոպական փորձով եմ ես առաջ շարժում, որովհետև Հայաստանը մեր համար պետք է լինի եվրոպական մոդելի պետություն եւ այդ մոդելի ընթացքն է հիմա խաթարված, որովհետև տեսեք պարլամենտարիզմը իբր, բայց պարլամենտը չկա, ասենք, պարլամենտի տեղը մի հատ մարդ որոշում է ամեն ինչ։ Դատական իշխանություն լինի, այդ իշխանությունը բանա կուչեկած գործադիր իշխանության տակ է։ Պետքա լինի բան սահմանադրական դատարան, դատական ավելի լայն հսկողության սահմանադրական, մենք հիմա տեսնում ենք ՍԴ-ում ովքեր են դատավորներ դառնում։ Այսինքն այս հակակշիռների ամբողջ համակարգը խախտված են։ Եվ պետքա լինի հանրապետության նախագահ էլի հակակշիռով, որը մենք տեսնում ենք, որ գոյություն չունի։ Ասենք ժամանակ առ ժամանակ փորձում է բանը, չգիտեմ, Ալիևի հայտարարություններից ավելի սուր պրոադրբեջանական հայտարարություններ անի, չգիտեմ, ումա գցնում, ումա ուզում ինչ լավություն չեմ հասկանում։ Հիմա այս վիճակում մենք առաջարկում ենք, որ Հանրապետության նախագահի ինստիտուտը պետք է զբաղեցնի բարձր հեղինակությամբ վերքաղաքական մարդ։ Դա կարող է լինել օրինակ մի գիտնական, մի մտավորական մարդ, եւ տալ պարագայում կարող լինել նաեւ այո հոգեվոր դասի մեր լավագույն ներկայացներից մեկը, ով որ այլևս հոգեվոր իր առաքելությամբ չի զբաղվում, ինչու որովհետեւ քաղաքական հետապնդման զոհ է։ Մենք չենք վերցրել որևէ arczepiskopos-ի, որը իր ծառայության մեջ է։ Միքայել Սրբազյանը իր ծառայության մեջ չի։ Միքայել Սրբազյանը քաղաքական հետապնդման զոհ է եւ գտնվում է կալանքի տակ։ Հետեւաբար մենք ինչ ենք ասում։ Մենք ասում ենք արդեն այս մարդու հոգեվոր
առաքելությունը խաթարված է, մենք առաջարկում ենք որպես հեղինակավոր, գիտնական, հոգևորական եւ հայ մարդ, որ մեր ազգային անցած ամբողջ ճանապարհը գիտի եւ այս հարափոփող աշխարհում մեզ պետք է նման դերակատար ունենալ աշխարհին ի ցույց դնելու, մենք առաջարկում ենք, որ նախագահ ինստիտուտը կարող է հզորանալ այդ հեղինակությամբ եւ ունենա հակակշռող դերակատարում։ Նախագահ ինստիտուտը գործադիր լծակներ չունի, խոսքը չի գնում հոգեորականներին, եկեղեցուն գործադիր լծակներ տալու մասին, բացարձակապես մենք ազատական ուժ ենք, մենք գիտենք եկեղեցու եւ պետության տարանջատման կարևոր սկզբունքները, մենք դրա ջատագովն ենք, մենք այո, ես դեմ եմ եղել սահմանադրական խորհրդում, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու վերաբերյալ դրույթը հեռացվի նոր սահմանության նախագծից եւ շարունակելու եմ դեմ լինել, բայց միևնույն ժամանակ մենք պետության եւ եկեղեցու տարանջատման կողմնակից ենք, որովհետեւ կան նման քննադատություն, որ իբր բան փորձում են թեոկրատիա ստեղծել, դա հիմարություն է, բնականաբար ես վստահ եմ, որ այդ ասողները հասկանում են, որ տենց չի, բայց փորձում են թիրախավորել, այդ ձև են թիրախավորում։ Այսինքն մեր առաջարկը սա է եւ մեր առաջարկը մենք չենք ուզում մնա որպես մեր առաջարկ, մենք ուզում ենք, որ բոլոր ընդդիմադիր ուժերը, ովքեր մասնակցում են այս ընտրություններին, դիրքորոշում արտահայտեն։ Օրինակ, ասենք, որ օրինակ մենք լինենք պարլամենտում եւ ունենանք լծակներ, այո, մենք էլ ենք տեսնում, որովհետեւ այն որ այս պարլամենտը փոխվի, այս նախագահը չպետք է լինի նախագահ։ Ես դրանում կասկած չունեմ, պետք է ինքը գնա իրանց տուն։ Բայց դեռ ժամանակ ունի պաշտոնավարելու, չէ, 7 տարի կանենք, ինչ խնդիր կա։ Իմպիչմենտ կանենք։ Կսահմանությունը թույլ է տալիս։ Ես կարծում եմ ինքը հրաժարականի դյումը կգնա, բայց որ չգրի գնա, իմպիչմենտ կանենք։ Օրեր առաջ Պիտեր Մադյարը, որը հաղթել է Հունգարիայում ընտրությունները ընդդեմ Օրբանի, գնաց հանդիպեց հանրապետության նախագահի հետ եւ ասեց դու պետք է հրաժարական տաս։ Եվ նախագահը սա հրաժարական է տալու խելոք։ Եթե չտա, պարլամենտը նրան կհեռացնի։ Որտեղ խնդիր չկա։ Շատ լավ, պարոն Մարուկյան, երկար ժամանակ բանակցություններ էր գնում միավորված ընդդիմադիր ճակատ ստեղծելու հետ կապված, դուք էլ ակտիվ ջատագովներից եք, բայց կարծես չստացվեց այդ։ Ինչն էր հիմնական պատճառը, ամբիցիաներն էին, միայն թե այլ պատճառներ կային, որ այդ համախմբումը տեղի չունեցավ։ Քանի որ ես ամբիցիա չունեմ, ես իմ տեղը կարող եմ խոսել, որ մենք անգամ առաջարկել ենք, որ եթե ընդդիմադիր մեկ ցուցակը ձևավորվի, ես չեմ լինելու դրա մեջ, եւ հետեւաբար ինձանով, ինձ հետ դնելով փորձել եմ այդ միավորումը կյանքի կոչել։ Ես կարծում եմ ամբիցիաներն են առաջին հերթին, որ բոլորը պատրաստվում են ինչ-որ տորթ ուտել, որը չկա։ Եվ այդ պայմանական տորթը մինչև լինելը պետք է հասկանալ, արդյոք այն հնարավոր է ուտել այդ քանակով, էլի։ Եվ երբ որ մարդիկ չեն պատկերացնում, որ չի կարելի այդ ճանապարհով գնալ, վերջում բերում է նման տարանջատումների։ Հետեւաբար դա չստացված բան է եւ մենք այլևս դա անիմաստ ենք համարում քննարկել, որովհետեւ առաջարկը եղել է բաց, հրապարակային, որևէ մեկի հետ ինչ-որ գաղտնի բանակցությունների մեջ չենք եղել։ Ես նաեւ բազմիցս ասել եմ, որ մենք բոլոր process-ները բաց հրապարակային ենք տարել եւ տանում, որովհետեւ հարցեր չառաջանան։ Ես ուղիղ եթերում էի զանգում, ասենք, չգիտեմ, ֆրակցիաների ղեկավարներին ասում իմպիչմենտի ստորագրությունները տալիս եք, թե չեք տալիս։ Ասում են, դե լավ էլի, մենք դու գայր խոսայինք, մեծ ծանգեր, մեծ ասեր, մեծ սրճեինք, մեծ ջոգեինք, բան, այդպես բան մենք չունենք։ Հրապարակային ասել եք ուզում եք Նիկոլին հանեք, շատ լավ։ Կա իմպիչմենտի process, դե ստորագրեք հանենք։ Ու մեկը չեն ստորագրում։ Բայց պարոն Մարուկյան, մարդիկ չպետք է իմանան ինչու չստացվեց այդ կոնսոլիդացիան։ Ես ասացի ամբիցիաների պատճառով։ Օրինակ Սամվել Կարապետյանի թիմը ինչ ամբիցիաներ պետք է ունենար։ Ցանկացած թիմ ունի ամբիցիաներ, եթե թիմը կա քաղաքականության մեջ չունի ամբիցիաներ, չի կարող նման թիմ լինել։ Ցանկացած թիմ իր ամբիցիան ունի եւ ընդհանուր իմ ընկալումն այն է, որ այդ միավորումները չեն ստացվում զուտ ամբիցիաների պատճառով։ Եվ ոչ միայն մեծ ուժերին, այլ փոքր ուժերի։ Սա է վիճակը, այսինքն մենք այստեղ չենք կարող լինել այն գլխավոր պատասխանատու դերակատարը, որտեղ գլխավոր պատասխանատու դերակատարները կարող են լինել խոշորները, խոշոր ուժերը։ Եվ խոշոր ուժերի վրա է այդ քաղաքական պատասխանատվությունը միավորելու բոլորին։ Հետեւաբար մենք ուղղակի կարող ենք այդ process-ում աջակցիչ լինել, փորձել մեր առաջարկներով դաշտը մղել դեպի այդ կողմ, ինչը եւ արել ենք։
Հասկանալի է։ Ասում եք, որ 30-40% չկողմնորոշված մարդիկ կան այս պայդրությամբ, որ դեռ չգիտեն ում պետք է գնան ընտրեն, ինչպես անել, որ այդ մարդիկ նախ գնան ընտրության, հետո ձեզ ընտրեն։ Երկու կոմպոնենտ կա։ Առաջինը մեր խոսքը տեղ հասցնելն է։ Այսինքն ոչ մի մարդ Հայաստանի Հանրապետությունում բնակվող քաղաքացի այնպես չպետք է լինի, որ չիմանա, որ մենք կանք։ Նկատի ունեմ մասնակցում ենք ընտրություններին, սա մեկ։ Երկրորդը պետք է անպայման իմանան, թե մենք ինչ ենք ասում, ինչ ենք ուզում, եւ որից հետո գալիս է երրորդ հանգամանք, որտեղ կարող է քեզ հավանեն քո ասածը, սիմպաթիան լինի, ուզենան, որ դու լինես ապագա պարլամենտում, բայց այդ օրը չգնա ընտրության այդ մարդը։ Ինչ պայմաններով։ Դենց չտրամադրվի եւ այլն, այսինքն ամենաբարդը այդ մարդկանց տնելից դուրս բերելն է եւ դա տեղի ունենում միայն բացառիկ պրոդուկտի առաջարկի պարագայում։ Մենք կարծում ենք, որ մեր առաջարկած քաղաքական պրոդուկտը բացառիկ է։ Բացառիկ է մեր ազնվությամբ, բացառիկ է մեր անկեղծ մոտեցմամբ, բացառիկ է նրանով, որ այն ինչ որ մենք հիմա առաջարկել ենք ժողովրդին, ոչ ոք չի առաջարկել, եւ այն կոնցեպտը, որ մենք բերում ենք, որ պետք է մենք անցյալը չուրանանք, ներկան գնահատենք եւ ապագայի համար մտածենք, թե ինչ ենք թողնում մեր սերունդներին, որևէ քաղաքական միավոր դա չի ներկայացնում։ Մեր արշավը գաղափարի մասին է եւ մենք հույս ունենք, որ գաղափար կրող մարդկանց աջակցությունը ունենք եւ այդ աջակցությունը բազմապատկվելու է։ Մարդիկ դուրս են գալու այդ օրը տներից, գնալու են ընտրական տեղամասեր, սպասելու են մի քիչ անգամ հերթերում, բայց քվեարկելու են եւ այդ քվեարկությամբ մենք պարլամենտում այդ դերը կատարելու ենք, այն ինչ դերի համար մտել ենք այս process-ի մեջ։ Իսկ ոչ տրադիցիոն ընտրապայքար պատկերացնում եք, չգիտեմ, այլ լուծումներ, որ ավելի շատ մարդկանց գրավեք։ Այո, մենք մարզերում շտաբեր չենք բացելու, մենք չենք ողողելու երկիրը մեր բաներներով, մեր պաստառներով, որովհետև առաջինը մեր բրենդը Հայաստանի 5 ամենաճանաչված բրենդներից է, բոլորը գիտեն։ Երկրորդը մենք նաև ռեսուրսների խնդիր ունենք, չենք կարող այդ ռեսուրսները ծախսել նմանատիպ, որտեղ ժողովուրդը գիտի, որ այդ ռեսուրսները մեր նման ուժերը չեն կարող տիրապետել եւ հետեւաբար մեր աջակցությունը ժողովրդական է եւ ժողովրդական աջակցության պարագայում դու կախվածություն չունես մի մարդուց, կախվածություն չունես 1, 2, 3 ֆինանսավորողից, դու կախվածություն ես ունենալու ժողովրդից, իսկ մեր գործն ինչն է, մեր գործը ժողովրդին ծառայելն է։ Այս իմաստով մենք հիմնադրելու ենք վիրտուալ շտաբ, մեր շտաբը գործելու է վիրտուալ ձևով, նոր տեխնոլոգիաներով եւ մարդիկ վիրտուալ ձևով կապ են հաստատելու մեր հետ, իրենց խնդիրները բարձրաձայնելու են, մենք այդ խնդիրները առաջինը հավաքագրելու ենք, չնայած որ հավաքագրված ունենք, գիտենք, եւ երկրորդ նաեւ իրենց կողմից բարձրացված հարցերին on-line ռեժիմով, եթերներով արձագանքելու ենք անընդհատ, օգտագործելով մեր ունեցած բոլոր տեսակի սոցիալական եւ այլ հարթակները, նաեւ հնարավոր եթերային նմանատիպ հարթակները։ Հասկանալի է, շնորհակալ եմ շատ պարոն Մարուքյան զրույցի համար։ Շնորհակալ եմ մեզ դիտելու համար, շարունակեք հետևել հետքին եւ բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին։